Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես հստակ ուղերձով Երևանում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նախ կայացել է արտգործնախարարի հետ առանձնազրույց, ապա համատեղ ասուլիս։ Կալասն ասել է, որ Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա եւ պատրաստ են խորացնելու գործընկերությունը։ Նա նաեւ խոսել է Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին, ընդգծել, որ կառույցը պատրաստ է խորացնել գործակցությունը։ Արտգործնախարարն էլ նշել է, որ այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների պայմաններում, որոնք մեկ անգամ եւս ցույց են տալիս խաղաղության, տարածաշրջանային կայունության ապահովման մեծ պահանջարկը, այդ ճանապարհին մարտահրավերները։ Արարատ Միրզոյանը փակագծեր է բացել առանձնազրույցից, նշել, որ անդրադարձել են Մերձավոր Արևելքի զարգացումներին։ Նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում վերջին զարգացումները, նաեւ կրկին ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը անմիջապես սկսելու Ադրբեջանի հետ խորհրդակցությունները, որոշելու պայմանագրի ստորագրման տեղն ու ժամանակը եւ ընդհանրապես քննարկելու կարգավորման ամբողջ ասպեկտին վերաբերող հարցեր։ Ուրախ եմ, որ բարձր ներկայացուցիչ Կալասի հետ համատեղ արձանագրում ենք 3 նշանակալի ձեռքբերում։ Առաջին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր, որը քիչ առաջ տեղի ունեցավ։ Սա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության եւ խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը եւ ցանկությունը։ Երկրորդ, այսօր մեր կողմից համատեղ տրվեց Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին եւ գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատերեկրատվության դեմ պայքարը։ Այս համատեքստում իհարկե մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք նաև Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը։ Եվ երրորդ, ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու եւ առավել խորացնելու է Հայաստան-Եվրոպական միություն եւ երկկողմ օրակարգը, միաժամանակ խթանելով նաեւ Հայաստանի եւ ԵՄ միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը։ Ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հանձնաժողովը ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը եւ երբ պայմանները կատարվեն, գործընթացը ավարտին հասցվի, այն ավելի մոտ կդարձնի միմյանց Եվրոպական միությունն ու Հայաստանը։ Միաժամանակ մենք համագործակցությունն ենք խորացնում խաղաղության եւ կայունության համար եւ Եվրոպական միության Հայաստանում ԵՄ առաքելությունը այս առումով առանցքային դեր է կատարում։ Երեք ես այցելեցի առաքելության գլխամած անձամբ ծանոթանալով նրանց գործունեությանը։ Եվրոպական միությունը եւ Հայաստանը համագործակցում են նաեւ ճգնաժամերի կառավարման ոլորտում։ Նախարար Միրզոյանի հետ մենք հենց նոր ստորագրեցինք մասնակցության մասին շրջանակային համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս Հայաստանին մասնակցել ԵՄ առաքելություններին ամբողջ աշխարհում։ Այսօր մենք նաեւ քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները, մենք աջակցում ենք կարգավորմանը երկու երկրների միջև, հիմք ընդունելով ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, այլընտրանք չկա այս սկզբունքներին։
Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման գործընթացով Եվրոպան ոգևորված է, Կայա Կալասն է հայտարարել ու նշել, որ աջակցում են հարաբերությունների կարգավորմանը հիմք ընդունելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, այլընտրանք չկա այս սկզբունքներին։ Հարցին Եվրամիության համար որքան կարևոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ ինչքանով է կարևորվել այն Ադրբեջան այցի ժամանակ, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը պատասխանել է, որ իր Բաքու այցի ժամանակ քննարկվել են երկխոսության հնարավոր տարբերակները։ Ինչպես նշեցի, մենք միանշանակ է, որ խրախուս ոգևորված ենք այս կարգավորման գործընթացով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ իհարկե կցանկանանք տեսնել այս գործընթացի ամփոփումը ինչքան հնարավոր է շուտ ամբողջ աշխարհում մեզ անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն, ոչ միայն այս տարածաշրջանում եւ այո, ես իմ Բաքվի այցի շրջանակում անդրադարձել եմ եւ մենք երբ խոսում ենք փոխկապակցվածությանը, երբ քննարկում ենք տարբեր հնարավորություններ, որոնք կարող են արկա լինել երկու երկրների համար եւ նաեւ Եվրոպային կապելու կենտրոնական հետ այս գործընթացը այդ համատեքստում կարեւոր է որ ամփոփվի հնարավորին արագ պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո ցավոք սրտի տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում եւ օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ կամ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, խմբագրություն անելու անհրաժեշտությունը, մենք մեկ անգամ չէ որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է, միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով, մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հետևաբար եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը կամ նույնիսկ եթե մենք ֆիքսում ենք այն օրը, երբ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շատ շոշափելի տեսանելի մոտ ապագայում, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել, մյուս կողմից վարանումը ադրբեջանական կողմի այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու, որ այսինքն մենք չենք թաքցրել նաև մեր մտավախությունը, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, նպատակներ, որոնք կարող են խաթարել օրինակ մեր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար կրկին մենք ուզում ենք համոզվել, որ վերջնական համապարփակ ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում եւ այն դեպքում բնականաբար Մինսկի խմբի անհրաժեշտությունը ինքնին վերանում է։ Արտգործ նախարարն անդրադարձել է նաև լրագրողի դիտարկմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն ասել է, որ Լավրովի տեղեկատվությունը ճիշտ եւ ամբողջական չէ։ Նա օգտագործել է իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը։ Կարծում եմ Ռուսաստանի եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի ինքնիշխանությանը եւ այլևս երբեք թույլ չտան իրենց խառնվել մեր ներքին գործերին, հայտարարել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնեմ, Սերգեյ Լավրովն անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին հայտարարել է, որ եկեղեցին միշտ էլ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուններից մեկը, ապա հավելել է, որ չէր ցանկանա այն չարդարացված հարձակումների ենթարկվի առանց որևէ լուրջ հիմքի։ Այս ասուլիսին գալուց առաջ հպանցիկ հասցրեցի ծանոթանալ իմ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը։ Ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ եւ ամբողջական չէ։ Ես եթե չեմ սխալվում, պարոն Լավրովը օգտագործել էր իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը, կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ, այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը ուրեմն խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների ոչ ուրեմն իրավական ձևով այդ մասնակցություն ունենալու ցանկության, այն է, եթե ավելի ուղիղ ասենք, ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու շուրջ դրանց
կամ այդ երևույթը, այդ դեպքը եւ կրկին ուզում եմ ընդգծել, սա իրավական process է եւ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին։ Տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ գործակցությունն են քննարկել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը։ Վարչապետն ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել։ Արմեն Աբազյանը եւս շնորհակալություն է հայտնել այս բարդ ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար եւ շնորհավորել Անդրանիկ Սիմոնյանին, մաղթելով հաջողություն եւ բարի ծառայություն։ Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենի Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում, ավելի քան 4 տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը։ Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը կշարունակի ազգային անվտանգության ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա ժողովրդի, քաղաքացիների եւ ապագայի։ Ազգային անվտանգության ծառայությունը ինչպես միայնակ չէ իհարկե այլ ծառայությունների հետ համատեղ մեր պետության ողնաշարն են մեր պետության լինելիության եւ անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկը եւ ըստ էության տեսեք այն բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը եւ անվտանգային մարտահրավերներ ստեղծել այդ բոլոր մարտահրավերները մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են եւ իհարկե այստեղ չեմ ուզում որևէ կերպ նսեմացնել ազգային անվտանգության ծառայության ղեկավարության դերը, տնօրենի տեղակալների եւ բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատողների եւ բոլոր ներկաների առանձնահատուկ դերակատարումը այդ ամենում անհրաժեշտ է ընդգծել։ Պիտի ասեմ, որ նաև իմ կարծիքով աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև այն ռազմավարությունը, որ մենք միասին որդեգրել ենք քննարկումների արդյունքում, ընդգծելով, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է կենտրոնանա հետևյալ հիմնական գործառույթների վրա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն։ Իհարկե նաև սահմանապահ զորքերն են ազգային անվտանգության ծառայության համակարգում գործում, բայց ես ուզում եմ ընդգծել այս 3 ֆունկցիաների կարևորությունը եւ նաեւ ասել, որ կարծում եմ, որ կառավարությունն էլ բավարար պայմաններ ստեղծում է, որպեսզի ծառայությունը կարողանա իրոք կենտրոնանալ այս գործառույթների վրա։ Վարչապետը նոր գրառումներ է կատարել։ Հայաստանյայ Ծառաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։ Ինչ խոսք նրանք անթերի չեն, բայց ես ինքս առավել եւս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը եւ այդպիսով եկեղեցին պղծելը բոլորովին այլ բան, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ Սրբազան ու Միքայել Սրբազանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի նույն խցում են։ Փաստաբան Արա Զոհրաբյանն է հայտարարել ու կարծիք հայտնել, որ հատուկ են արել, որպեսզի կարողանա նրանց խոսակցությունը լսել ու ձայնագրել։ Փաստաբանի խոսքով իշխանությունը ցանկանում է Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործը կապել Գալստանյանի գործի հետ, չնայած նրան, որ Շիրակի թեմի առաջնորդը որևէ առնչություն չի ունեցել Բագրատ Սրբազան Գալստանյանի քաղաքական գործունեության հետ։ Միքայել arczepiskopos Աջապահյանի մեղադրանքն
ակնհայտ ապօրինի ու անհիմն է համարում նաև պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա խորհրդանշական է համարում այն հանգամանքը, որ սա ոչ միայն իրենց, այլև քննչական մարմնի դիրքորոշումն է եղել մինչև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել Սրբազանին։ Երեմ Սարգսյանը նշել է, որ Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում իրավական նորմերին ու անձեռնահասության հիմնավորմամբ փաստաբանները նրան բացառք են հայտնել։ Իհարկե ակնհայտ ապօրինի եւ ակնհայտ անհիմն մեղադրանք է, ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի։ Ընդ որում սա մեր դիրքորոշումը մենակ չի, սա դատախազության դիրքորոշումն է եղել, քննչական մարմնի դիրքորոշումն է եղել միջև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել Սրբազանին։ Ինչ եմ ասում միջև այդ պահը, որովհետև այդ ժամանակագրությունը շատ հստակ է։ Իրենք ինչ են ասում, դատախազությունը ասում է իբր թե 2025 թվականի հունիսի 21-ի այդ հայտարարություններ եւս հանդիսացել է սրա համար հիմք, բայց ուրեմն հունիսի 4-ին իրենք այս process-ը արդեն սկսել են, դատախազությունը իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանությունը իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչականը բարույթը նախաձեռնել է։ Երբ որ հետ են գնում թե հունիսի 4-ին ինչ հետաքրքրություն իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4 վարչապետը իր էջում ուղիղ թիրախավորում էր Միքայել Սրբազանին։ Այսինքն, եթե ընդհանրապես հոգևորականության հետ էր կապված ամեն ինչը, այդ օրերին ուղիղ Միքայել Սրբազանի հետ էր կապված։ Եվ ինչպես գիտեք, մեր իրավապահները սենց արդեն իսկ վատ սովորություն են, տեսնում են ինչա ցանկանում վարչապետը, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել, եւ հենց այդ ամսի 4-ի հետ կապված այդ հրապարակումներից հետո միանգամից իրենք կարծեք թե տեսնում են մի տարի առաջ 24 թվականի հարցազրույցը Միքայել Սրբազանի եւ դա վերցնում են, փորձում են շրջանառել։ Սա իր հերթին, իսկ այն ինչ որ ասում են, որ ամսի 21-ի հաղորդում, հայտարարություն, հրապարակում, պետք է նշեմ, որ պաշտոնական իրենց պատասխանը մեծ, երբ որ մենք հարցրել ենք, թե նույն մեղադրանքի մեջ երկու տարբեր հրապարակում եք նշել։ Կասեք, թե երկուսը ինչ են, առանձին հանցագործություններ են, թե ինչ են, պաշտոնական պարզաբանումը եղել է հետևյալը, որ երկրորդ հրապարակումը դա առաջինի վերահաստատումն է, այսինքն դա ինքնին առանձին հանցագործություն չի։ Հետևաբար նույն տրամաբանությամբ այս երկու հրապարակումները կարող են լինել 23 թվականի պատերազմական ժամանակի հրապարակումների վերահաստատումը։ Կապը հատուկ բերեցի այդտեղ, որովհետև բոլորը գիտեք, որ հրապարակվել է համացանցում Դանիել Յովհաննիսյանի հարցում ու պատասխանը։ Տեսեք, այստեղ ամենակարևոր բանը որ կա, սա հենց բերում է նրան, որ սա քաղաքական հետապնդում է եւ դատախազությունը իր դիրքորոշումը 360 աստիճանով փոխել է բացառապես վարչապետի հայտարարությունների եւ գուցե հանձնարարության արդյունքում։ Եթե այստեղ գրած է, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում բառերը շատ կարևոր են, հա, որ ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կվերածվի Էրմենիստանի։ Ուրեմն իրենք այս հաղորդումը երբ որ ուսումնասիրել են, հենց նույն դատախազությունը գրել է, որ իրենք ուսումնասիրել են, վերահաստատում են, որ ձեր հաղորդման մեջ նկարագրված հանգամանքները չի հաստատվում այնպիսի դեպք, գործողություն, անգործություն, որը որ ենթադրել հանցագործություն է։ Մայր աթոռը չի կարելի դարձնել նման թաթերաբեմ։ Ուղղակի չի կարելի այդ սուրբ պատերի ներսում նման բան փորձել անել։ Այս ինչու էլ որ եղավ, սա էլ աննախադեպ էր եւ մենք էլ այս երևույթը պետք է մարսենք, որ նման զինված այդ քանակի անձինք մտան մայր աթոռ եւ կարծես պրծեցին իրենց հենց այդ մասնակցությամբ։ Բայց այսպես ասեմ, ես ինքս անձամբ իմ անունից կարող եմ ասել, ես վստահ եմ, որ իրենք ամեն միջոց ձեռնարկել են եւ ավելին։ Իրենք դրա իրավական, ձևական այդ իրավական կողմը ունեն։ Ավելին, երբ որ իրանք մեկ անգամ նահանջեցին քրեական գործ հարուցեցին խոչընդոտելու հետ կապված, իրենց ուղիղ մտադրությունը պարզ եղավ։ Այսինքն իրենք հաջորդիվ գալու էին ավելի մեծ ուժերով, գալու են ու փորձելու են կոնկրետ գործողություններ իրականացնել։ Հիմա դրանից հետո, հիմա պատկերացնեք մենք ունենանք բռնություն ենթարկված մարդիկ, արյուն, մենք չգիտենք այդ հատվածում գիտեք ինչ կա։ Երբ որ մարդը պաշտպանում է ինչ-որ մի քաղաքական գործընթացի մեջ մտնելով եւ մարդը երբ որ պաշտպանում է եկեղեցուն, մոտիվացիան լրիվ ուրիշ է։ Ես ինքս էլ կարող է զսպված լինեմ շատ հարցերում, բայց եկեղեցու պաշտպանության հարցում մենք զսպվածությունը կարող է կորի։ Եվ մենք չգիտենք ինչ կկատարվեր այդտեղ, եթե նման բախումներ լինեն։
Հեցի դեմ արշավ սկսելու հիմքեր չկան, չնայած որոշակի խնդիրների առկայությանը, մինչև վերջերս թե լիազոր մարմինները, թե կառավարությունը դրական են գնահատել իրականացվող աշխատանքների դինամիկան։ Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարն ասել է, որ իրենց խալն այն էր, որ սկզբում չեն ներկայացրել հեցի վիճակը ձեռքբերման պահին։ Իրականում իրավիճակը չափազանց բարդ էր։ Դավիթ Ղազինյանի խոսքով ընկերության Տաշիր գրուպի վերահսկողության տակ անցնելուց հետո մշակվել է լայնածավալ ներդրումային ծրագիր, որի իրականացման համար ներգրավել են միջազգային գործընկերներ։ Հիմնական նպատակն էր հեցի գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը։ Ղազինյանը խոսել է նաև անջատումների պատճառների մասին, մեկնաբանել Սամվել Կարապետյանի հայտարարությունը, թե թքած ունի հեցի վրա։ Հիմքը չկա, որ մարդուն ներկայացնես մեղադրանք, ասես այս սրա պատճառով մենք ուզում ենք սենց լինի։ Փորձեցին գեներացնել մոլով, չգիտեմ, ես Երևանի անջատումով, մյուսով սենց բերեմ պիկի, փուչիկները տարակեցին հերթով։ Անգամ երեք մի բան լինք ուղարկեցին ինձ հաղորդման, եթե չեմ սխալվում, իմ նեմնիմի։ Տղաները բան էին քննարկում, այնտեղ մի հետաքրքիր ինֆորմացիա եղավ, որ ինձնից էին հղումներ անում, եւ մի հետաքրքիր ինֆորմացիա եղավ, որ այդ մոլի ինչ որ խանութի վարձակալներից մեկը ասել է, որ ինքը նախորդ իրեն տեղեկացրել են, որ այսօր հոսանքազրկում ալեն։ Լավ, անում եք, գոնե այդպես փնթի մի արեք, նու այդպես չեմ կարող ես պնդել, չեմ ճանաչում, որ այդ սեփականը, ես ընդհանրապես հղում եմ անում տղաների այդ ոդքասթի ասածին։ Այսինքն այս առումով անկեղծ շատ դժվար է խոսել մի երևույթի մասին, որը չկա։ Ուղղակի չի կարող լինել ավելի շուտ, ոչ թե չկա։ Չի կարող լինել այդպիսի բան։ Առանց մեղադրանքի, որը պատկերացրեք մարդուն բռնեն, առանց որից մեղադրանքի տանեն նստացնեն, այդպես թիվ հաշիվ չկա այդպես։ Եվ ամենակարևոր խնդիրը այս օրենքով հանձնաժողովի նախագահին վերապահում են, ուրեմն ասեմ ձեզ, քննիչի, դատախազի, դատավորի, միջազգային արբիտրաժի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, բան, այդպես բոլորի գործառույթները խառնում են իրար եւ տալիս են այս մարդուն, ասում են դավայ գնա, ինչ պետք է սեփականացրու։ Կարապետյան Սամվելը պետք է իր սկզբունքները, իր ապրելակերպը, իր հավատքը դավաճանի, որպեսզի հեծը մնա իրեն։ Խոսքը դրա մասին էր։ Այսինքն, այստեղ հեծ բառը հենց որ փոխում ենք ունեցվածք բառով, ամբողջ ընկնում է այդտեղը։ Իհարկե, ամենայն պատասխանությամբ չեմ խոսել իր այդ թեմայով, այս արդեն ոչ թե կարծիք եմ ասում ձեզ, սա ասում եմ ամենայն պատասխանությամբ, համարեք իր կարծիքն է։ Իր պատասխան։ Այո, դա կարող լինի Տաշիր պիցան, դա կարող լինի մոլը, դա հաշվի առնելով, որ այդ պայն հեծն էր թիրախավորված, ինքը հեծն է հիշել կամ հեծն է ասել։ Հիմա նույն հաջողությամբ նորից եմ կրկնում, բառի խնդիր է։ Այդ բառը փոխել ունեցվածքով կամ փոխել Տաշիր պիցայով կամ փոխել, չգիտեմ, դալմայով կամ մյուսով, իր ակտիվների հետ կապված։ Այստեղ անբարոյականության չափերը sense մի քիչ կամած անցնելով գնում են, այն առումով, որ խիստ, ոչ թե խիստ կասկածում եմ, համոզված եմ իրենք բոլորը, ամենայն դեպս այդ թեզը տարածողները, իրենք բոլորը հասկանում են այդ մարդը ինչ ասել։ Համոզված եմ, որ դուք էլ եք հասկանում։ Ինչ անշոքում թքած ունեմ հեծի վրա, բերեն դաս արկեն, ինձ լրագրողը հարցը տալիս, ասում եմ վիրավորված չեք, ասում եմ ինչից վիրավորվեմ, ասում եմ դե թքած ուներ հեծի վրա, ինձ ավտոմատ ձեր վրա էլ էլի, ձեր աշխատողների։ Լավ։ Շնորհակալություն։ Այս ընթացքում ոստիկանները հեռացրել են Տաշիր առևտրի կենտրոնի շենքին փակցված Սամվել Կարապետյանի նկարով պաստառը։ Շարունակենք, քաղաքապետարանն այսօրվանից գործարկելու է ես հարթակը։ Այն փոխարինելու է մեկ պատուհանին։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն ասել է, որ հարթակը մեկ պատուհանի սկզբունքով համախմբելու է քաղաքապետարանի եւ իր ենթակառուցվածքների միջոցով տրամադրվող ծառայությունները։ Նպատակն առավել հարմար ծառայություններ հասցնելն է։ Հարթակից օգտվելը շատ պարզ է։ Ընդամենը մեկ գրանցումով քաղաքացին կարող է օգտվել ծառայություններից, տեսնել իր պարտավորություններն
կառուցել ու վճարել։ Սարգիս Մանուկյանն իր օրինակով է ցույց տվել, ինչպես է համակարգն աշխատում։ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնել։ Անվճար երթևեկելու ժամանակն ավարտվում է։ Քաղաքային իշխանությունը որոշել է տուգանել մարդկանց, որոնք օգտվում են տրանսպորտից ու չեն վճարում։ Քաղաքապետը նախազգուշացրել է, որ վաղն օրենսդրական փաթեթ է քննարկվելու ազգային ժողովում, որը հստակ տուգանք է նախատեսում։ Նրա խոսքով 6 ամիսը բավարար ժամանակ էր հասկանալու, որ երևանցիների մեծ մասը շատ պատասխանատու է վերաբերվում տրանսպորտային վճարումներին, բայց նաև ունենք քաղաքացիներ, որոնք մտածում են, թե եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, ասել է Տիգրան Ավինյանը։ Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, կարծում եմ 6 ամիսը կրկին անգամ բավարար ժամանակ էր, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ խնդիրներ ունենք նոր միասնական տոմսային համակարգի հետ կապված, եւ նաեւ բավարար ժամանակ էր, որպեսզի հասկանանք, որ երևանցիները ընդհանուր առմամբ գերակշիռ մեծամասնությունը շատ պատասխանատու է վերաբերվում տրանսպորտային վճարումներին եւ վավերականացմանը, բայց նաև ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են, միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ, օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ազգային ժողովում, որ արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չիդենտիֆիկացնելու, չվավերականացնելու համար եւ մենք իհարկե որոշ ժամանակ այս տեղեկատվական արշավը կիրականացնենք, բայց ինչ որ մի փուլից կսկսվի նաեւ տուգանվելը, կսկսվեն նաեւ տուգանվել այն մարդիկ, ովքեր որ չեն վճարում տրանսպորտից օգտվելու համար։ Եվ ես անկեղծ ասած շատ անկեղծ ասած, շատ տպավորված եմ ընդհանուր առմամբ, առանց փաստացի որևէ նմանատիպ պատժի գործիք կիրառելու մեր քաղաքացիների բարձր պատասխանատվության, որովհետև կրկնեմ, գերակշիռ մեծամասնությունը պատասխանատու ձևով իրականացնում է վճարումները եւ վալիդացիաները նույնպես իրականացում է։ Արզումանյան փողոցի 10 եւ 17 հասցեների բնակիչների մասով այս պահի դրությամբ դեռևս 16 գույքերի չկնքված պայմանագրեր կան։ Դատական գործընթացները շարունակվում են, այս մասին զեկուցվել է խորհրդակցության ժամանակ։ Տիգրան Ավինյանն այս համատեքստում հայտարարել է, որ բնակվող անձինք առաջին հերթին պետք է գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Ավինյանը հանձնարարել է հիմնահատակ քանդել շենքերը, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել, որպեսզի այլ բնակիչներ չգան ու չապրեն։ Այս շենքերում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Եվ այս ծրագիրը Երևանի քաղաքապետարան իրականացնում է միմիայն այդ պատճառով։ Այստեղ ոչ լիազորություն ունի, ոչ պարտավորություն ունի Երևանի քաղաքապետարան, ուղղակի մեր քաղաքացիների կյանքը հենց այդ շենքերում բնակվող վտանգի տակ է, ինչպես նաև 4-րդ կարգի վթարային բոլոր շենքերում բնակվող քաղաքացիների։ Եվ ամենակարևորը, հարգելի գործընկերներ, այս ցիկլը պետք է ինչ-որ մի կետում ավարտվի։ Բոլոր այն շենքերը, որոնք որ ազատեցինք բնակիչներից, չլինեմ չիմանամ նոր բնակիչներ են եկել, տեղավորվել եւ որոշել, որ իրանք նույնպես պետք է այդ արտոնությունները քանդել այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել։ Քանդել, Արցախինը նույնպես։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Մարիա Զախարովան ասել է, որ դեսպանին կանչել են նաև ռուս լրագրողների անօրինական կալանավորման պատճառով, որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները այս տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել։ Միջազգային թեմաները մեկ տեսաշարով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Ղրղստանում։ Այդ մասին Չոլպոն Աթա քաղաքում հայտարարել է Ղրղստանի արտաքին գործերի նախարար Ժեմբեկ Կուլումբաևը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ից 27-ը Ղրղստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ, նշել է Կուլումբաևը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Ուկրաինա։ Նախարարը Կիև ժամանելուն պես հայտարարել է, որ ուկրաինացիները պաշտպանում են ոչ միայն իրենց երկրի ազատությունն ու ինքնիշխանությունը, այլև Եվրոպայի անվտանգությունն ու ազատությունը ընդդեմ Պուտինի ագրեսիայի։ Հետևաբար մենք շարունակելու ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինային աջակցելու վրա։ Ուկրաինայի ազատությունն ու ապագան մեր արտաքին ու անվտանգային քաղաքականության ամենակարևոր խնդիրն են, նշել է Վադելֆուլը։ Նա ընդգծել է նաև, որ իրենք ինչպես Եվրամիությունում, այնպես էլ G7-ի գործընկերների հետ շարունակելու են պատժամիջոցների կիրառումը սահմանափակելու ռուսական կողմի ֆինանսական կարողությունները։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այցի շրջանակներում նախատեսվում է, որ Լեմին կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համապատասխան մարմինների միջև սերտ աշխատանքը, ինչպես նաեւ տնտեսության, առևտրի, ֆինանսների, ռազմարդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը։ Նշվում է, որ հանդիպմանը կողմերը երկկողմ հարաբերություններից զատ կքննարկեն նաեւ Իսրայելի եւ Իրանի միջև հաստատված հրադադարը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Բաքուն հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։ Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմադովի գլխավորած պատվիրակությունը չի մեկնի Մոսկվա։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ պատճառը Եկատերինբուրգում ռուսական անվտանգության ուժերի կողմից առանց դատավարության կամ հետաքննության իրականացվող ադրբեջանցիների ցուցադրական սպանություններն են, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգված բնույթը։ Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի պետական եւ մասնավոր հաստատությունների կողմից կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները։ Խոսքը համերգների, փառատոնների, ներկայացումների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների մասին է։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին եւ խիստ բողոք է հայտնել նրան։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն էր հայտնել հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության իրականացրած հարձակման հետևանքով իրենց հայրենակիցների զոհվելու եւ ոմանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, նաեւ 9 մարդու ձերբակալման կապակցությամբ։ Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները Եվրաերիակի երկրների Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամկետները դեռ հստակ չեն։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Իրանը լավ դիվանագիտական հարաբերություններ է պահպանում եվրոպական երկրների հետ եւ տարբեր մակարդակներում մշտական կապի մեջ է նրանց հետ։ Իրանի եւ Եվրաերիակի միջև շփումներն ու խորհրդակցությունները հստակ հարցերի, այդ թվում եւ բանակցությունները շարունակելու շուրջ դեռևս շարունակվում են։ Այդ բանակցությունների շարունակման հստակ տարեթիվը դեռ որոշված չէ, նշել է Բաղային։ Կողմերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Ժնևում, որտեղ Եվրաերիակի երկրների արտգործնախարարները հանդիպել էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների դեմ 500% մաքսատուրքերի մասին օրինագծին, չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին։ Այդ մասին հայտնել է օրինագծի համահեղինակ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը Կիրակի ամերիկյան ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով փաստաթղթի քննարկումը կսկսվի հուլիսյան ընդմիջումից հետո, այսինքն ԱՄՆ անկախության օրվա տոնակատարությունից հետո։ Կոնգրեսը նախատեսում է վերսկսել աշխատանքը հուլիսի 7-ին։ Փաստաթուղթն առաջարկում է 500% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող այն երկրների ապրանքների համար, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան եւ այլ ապրանքներ։ Օրինագծի հեղինակները վստահեցրել են, որ նոր պատժամիջոցներին աջակցում է ԱՄՆ կոնգրեսի ինչպես վերին, այնպես էլ ստորին պալատների մեծամասնությունը։ Մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հրաժարվել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուց, չնայած Ուկրաինայում հրադադարի ռեժիմ այդպես էլ չի հաստատվել։
Նորվեգիան Լեհաստանի, ինչպես նաև Ուկրաինայի օդային տարածքի անվտանգության ապահովման նպատակով Լեհաստան կուղարկի F-35 կործանիչներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունից հայտնել են, որ որոշումը տեղավորվում է ՆԱՏՕ-ի հակաօդային ու հակահրթիռային պաշտպանական ինտեգրացիոն համակարգերի շրջանակում։ Ակնկալվում է, որ կործանիչները Լեհաստանում կլինեն աշնանը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում։ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, Facebook-յան էջում գրել է քաղաքապետարանի խոսնակը։ Արմավիրում 8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Ոստիկանության բացահայտում է։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացված մանրացված զանգված։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Վաղարշաբաթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին ժամը 17-ին սնություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը։ Տանիքում հայտնաբերվել են 7.5 կիլոգրամ կանեփի չոր բույսեր, հատակին փռած և տոպրակով մոտ 900 գրամ չորացրած մանրացված մարիխուանայի նմանվող զանգված, ևս 142 գրամ նույն զանգվածից հայտնաբերվել է խորդանոցում դրված արկղի մեջ։ Տանտերը հայտնել է, որ այդ ամենն իրենն է ինքն է աճեցրել։ 35-ամյա տղամարդը ձերբակալվել է, նշանակվել է փորձաքննություն։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Շարունակվում են հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր հատվածի շինարարական աշխատանքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեսանյութ է հրապարակել։ Եվ եղանակ վաղը հանրապետության որոշ շրջաններում օրվա երկրորդ կեսին ու գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 նիշով։ Երևանում եղանակը կլինի առանց ստեղումների։ Այսքանը հիշեցնեմ, թողարկումից անմիջապես հետո վերլուծությունն է, բաց չթողնեք։ Հաջողություն։